Այսօր տեխնոլոգիական հարցը չի քննարկվում էր կալանքի հիմնավորվածության հարցը եւ գրավի հարցը։ Նա հայտարարեց, որ սա պատվեր է քաղաքական իր կալանավորումը, նա որևէ ակնկալիք չունի դատարաններից, որ արտար որոշում կկայացնեն։ Իհարկե, ես էլ որպես 3 փաստաբանով ենք, ես որպես պաշտպան ներկայացրեցի իմ հիմքերը, բայց ամեն դեպքում հայտարարեցի, որ համոզված եմ, արդեն դատարանը որոշում ունի կայացրած։ Պարզապես կնիկ է պետք խփել, որ մեժն վերակնիչ փողոքը քաղաքական որոշում է, որևէ սպասելիք որպես արտարադատություն չկա մեր մոտ փաստաբաններ։ Դատախազը առարկեց։ Դատախազը չէր ներկայացել, քննիչներ, հատուկ քննչական ծառայության քննիչը, այո։ Մի քանի բառ ասեց, որ հիմքեր չկա, պետք է նա կալանքի տակ մնա։ Մենք ներկայացրեցինք Արայիկ Խանտոյանի անցյալը, թե ինչ մարտական գործողություններ է կատարել եւ այդ մարտուն հիմա ասում են, որ կարող է դատախազները փախուստի դիմեն, դատավորները փախուստի դիմեն, բայց ես համոզված եմ, որ Արայիկ Խանտոյանը չի փախուստի դիմելու, քանի որ նա մեր ազգի հերոսն է։ Իսկ Արայիկ Խանտոյանը Ծաղկահովիտի ընտրությունների մասնակցության մասով ինչ է ասում, որովհետև Ալեգ Գոմշյանը հորդորել էր տեխնատությունը հանել։ Շարունակելու է տեխնատությունը, քանի որ բոլոր գյուղի բնակիչները ցանկանում են, որ նրան ընտրեն որպես ընտրությունների մասնակցելու է այնուամենայնիվ։ Իսկ ձեզ ասել է, որ այդպիսի մտադրություն չունի հանել տեխնատություն։ Այո, չունի։ Իսկ իր առողջական վիճակը ինչպես է։ Նորմալ է։ Պատկարակով է։ Չէ, ինքա քայլում է։ Նորմալ չէ։ Նա ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը Քարոզ Արշավին եւ այլն։ Ճիշտ ասեմ, այդ հարցերը չեն քննարկում, հիմա կալանքի հարցերն են քննարկել այդ հարցերը, հետո Վերակնիչ դատարանից կան սպասելիքներ։ իհարկե ոչ։ Ես հայտարարեցի, դատավորին է հայտարարեցի, որ սա դուք որպես ես երիտասարդ փաստաբան տեսնում եմ, որ մենք արտարադատություն չունենք, պարզապես նրանք միջոց են, որ սպառենք արտարադատությունը, հասնենք եվրոպական դատարան։ Արայիկ Խանտոյանն էր ասել, որ ես չեմ փոխնի։ Դե իհարկե, նա ուր պետք է փախնի, եթե ամբողջ կյանքը պայքարել է Հայաստանի համար, որ կարող է ինքը թուրքից չի փախել, հաստատ հայ ժողովրդից, ասեց, որ դատավորը ասեց ինչ ունեք, ասեց ժողովուրդն է իմ դատավորը։ Եվ իմ ամեն ինչ, իմ խոսքերը ես ուղղում եմ ժողովրդին, թող եթե գտնում է, որ ինձ պետք է դատեն, թող ժողովուրդը դատի, ոչ թե ասեց որպես արտարադատություն իրականացնող, ես այստեղ դատավորներ չեմ տեսնում կամ այլ մարդ չեմ տեսնում, որ իմ հարցը քննարկելու է, իմ հարցը ժողովուրդն է քննարկելու։ Իսկ դատավորը այդ հարցեր ուղղեց քաղաքականության։ Կցանկանամ եւս մեկ անգամ պարզաբանեք ընտրությունների մասնակցության առումով կոնկրետ ինչ է ասում Արայիկ Խանտոյանը։ Հիշեցնեմ, որ նաեւ շրջանառվում է, որ տեխնատությունը կարծես թե պիտի հանի, հա, լսելով Յանի Գոմշյանի հորդորը։ Ես հիմա շատ կարճ ուղղակի նորից կկրկնեմ, րոպեներ առաջ, ընդամենը 3-4 րոպե առաջ նոր տեղեկացրեցին, որ տեխնատությունը գրանցված է եւ ինչպես նշեցի, պետք է ընդունենք դա որպես փաստ, Արայիկ Խանտոյանը գրանցված տեխնատու է։ Այսքանը։ Ինչ է ասում, ասում է, քան որ գյուղացիներն են, հա, ցանկացել շարունակելու է ինչպես Արաղ Արագոզյանն ասում։ Իրական գործընթացի հետ կապված կարծում եմ 1-2 օրից հաշվի առնելով, որ արդեն պաշտոնապես գրանցված տեխնատու է, բնականաբար ընտրությունների հարցերով զբաղվող թիմը համապատասխան հայտարարություն կտարածի Արայիկ Խանտոյանի ասելիքը համապատասխան հայտարարությամբ ձեզ հանրությանը կներկայացվի։ Ասել է կուսակցությունն իմ ժողովուրդն է, այդպես էր ասել։ Այո, հենց այդպես էր ասել, իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է։ Ինչպես կորոշի ժողովուրդը։ Դե դա արդեն ժողովուրդը կորոշի, ես չեմ կարող ասել։ Բայց Արայիկ Խանտոյանը ուղղակի ասել, որ իր կուսակցությունն իր ժողովուրդն է։ Վերաքննիչի հետ կապված հույսեր ունեք, վաղը ինչ վճիռ կկայացվի ըստ ձեզ, թե ուղղակի սպառելու համար է, հա, ացյանները դատական։ Ես չէի ցանկանա վատատես դինել, հա, սպառելու մասին խոսեմ, սակայն նաև պիտի նշեմ, որ մենք իրատեսենք, մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները արդարադատություն չեն իրականացնում։ Ուզում եմ հավատալ, որ դատարանը արդարացի դատական ակտ կկայացնի։ Ուզում եմ դրան հավատալ, չնայած առերևույթ դրա հնարավորությունները շատ քիչ են, բայց քանի դեռ դատական ակտը չի կայացել, որևէ բան չեմ կարող ասել, ամեն դեպքում ես կարծում եմ, որ դատարանները դեռևս իրավական հարթությունում չեն գործում սասնածռերի անդամների հետ, բոլոր նախկին որոշումները, որոնք կայացվել են, դրանք քաղաքական որոշումներ են եղել եւ այստեղ դեռևս իրավաբանություն չկա։ Ես ուզում եմ հավատամ, որ Արայիկ Խանտոյանի դեպքում, հետագայում նաեւ մյուսների դեպքում, ոչ միայն Արայիկ Խանտոյանի, դատարանները կլինեն անկախ, կլինեն
օրենքից բխող գործողություններ կատարող մարմին եւ ի վերջո կլինեն այն բարձունքում, որը նախատեսված է մեր սահմանադրությամբ։